Այնպիսի հետաքրքիր մտքեր այստեղ հնչեցին, որ գրեթե ամեն կետին անդրադարձան ինձանից առաջ եկողները։ Բայց ես ևս մեկ անգամ մի քանի բան եմ ձեզ ասել։ Ուզում եմ երկու համեմատություն անել։ Ինչու ենք մենք այստեղ գրել փոփոխություն։ Ինչու է մեզ պետք փոփոխություն։ Համեմատությունը երկու բանի մեջ է։ Պատկերացրեք, ընտրության օրից հետո Հայաստանը փոփոխություն է լինում։ Եվ պատկերացրեք չի լինում։ Երկու տարբեր ճանապարհ։ Եթե Հայաստանում փոփոխություն չի լինում, ամեն ինչ շարունակվում է ինչպես հիմա։ Իսկ ինչ է կատարվում հիմա Հայաստանի Հանրապետությունում։ Եկեք Գավառի վրա նայենք, եկեք Գեղամա աշխարհի վրա նայենք։ Վերջի 8 տարվա ընթացքում գեղարդյունիկու արտադրությունը աճել է։ Ցանկատարածությունները կարտոֆիլի, ծորենի 30-35% անկում են ապրել։ Գիտենք, որ գործարանները փակված են, մարդկանց էլ ձուկ չեն թողում բռնել, ձուկ չեն թողում բռնել, գործարանները փակել են, կարտոֆիլ, ծորեն չի աճում, իջել է 35% ժողովուրդ, ոնց ապրես ժողովուրդը։ Այս ամբողջ պատմությունը, որ իրենք սարքել են, յուրաքանչյուր հնարավորություն Հայաստանի քաղաքացու առաջ փակել։ Միակ հնարավորություն կա պետական ապարատուր աշխատանքի են վերցնում, բայց մարդը հնարավորություն ունենալու, հարստանալու, լավ ապրելու հնարավորություն այս պահին մեր երկրում ցավոք չունի, որովհետև չկա զարգացման տեսնական մոդել։ Ով կարող է բերել այդ տեսնականը։ 8 տարվա ընթացքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարը Փաշինյանը երևի միլիոնավոր բառեր է ասել։ Ամեն օր հազարավոր բառեր է ասել։ Բայց դրանից աղքատությունը այստեղ չի նվազում։ Դրանից չի նվազում նաև Հայաստանում մարդկանց խնդիրները։ Ինչ պետք է մենք անենք իրար հետ։ Պետք է ընտրենք առաջնորդ, ով ունի մեծ փորձ, փոփոխություն բերելու։ Որպեսզի մի օր, օրերից մի օր Գավառը նորից դառնա բրենդ, Գավառցի նորից դառնա բրենդ, որպեսզի այստեղ լինեն աշխատատեղեր, որպեսզի այստեղ մարդիկ իրենց կյանքը գեղեցիկ կառուցեն։ Ամբողջ Սևանա տարածաշրջանում ստեղծվելու են ձկնաբուծարաններ, որպեսզի ընդհանուր Սևանա լիճը դառնալու է մեծ ձկնաբուծարան։ Հնարավորություն է տրվելու որսը կատարել, ձկնորսությունը կատարել եւ վաճառել գործարաններին, որոնք այստեղ կլինեն, վերամշակող գործարաններին։ Վերամշակող գործարանները կարտադրեն, մարդիկ կաշխատեն, կարտահանեն դուրս։ Հայաստանում կլինեն մտերման կայաններ բերքի համար։ Ծրագրեր ունենք բազում, ծրագրեր ունենք նաև այն ընտանիքների համար, որոնք 4-րդ եւ 5-րդ երեխա են նախատեսվում։ Այսօր մեր երկրում շատ ընտանիքներ, որոնք 4-րդ եւ 5-րդ երեխա ունեն, խնդրի առաջ են բնակարանային պայմանները։ Մենք ունենք ծրագիր 5-րդ երեխայի համար, ստեղծում է հիմնադրամ, գումար է փոխանցվում, որպեսզի այդ հիմնադրամը ամեն 5-րդ երեխա ունեցող ընտանիքի համար բնակարան գնի, անվճար բնակարան։ Մինչև այսպիսի ծրագիր չի եղել այստեղ, Հայաստանում չի եղել։ Սա օգնելու է Հայաստանում մեծացնել ծնելիությունը, սա օգնելու է մեր երկրին փոփոխություն բերելու, ակտիվացնելու մեր կյանքը։ Աշխատատեղերը օգնելու են վերջապես մարդկանց հետ գալ, այստեղ աշխատել։ Մուրճի դարաշրջանը ժողովուրդ, իրար բռնելու դարաշրջանը, իրար վրա գրելու դարաշրջանը պետք է փոխվի բահի դարաշրջանը, պետք է փոխվի գործի դարաշրջանը, շինարարության, եւ այդ անելու ենք մենք իրար հետ, մեր գավառցիների հետ, որ վաղը Գավառը նույնպես դառնա բրենդ, եկեք իրար հետ Գավառը սարքենք բրենդ։ Ոնց որ մարդունից մարդիկ կային, ծապ չեն տալիս։ Չէ, տվեցին, սյո, կռիվ չկցեմ։
ձեր հետ ենք, իրար հետ ենք, վերենք այդ փոփոխությունը։ Ապրեք շատ։